Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներողություն է խնդրել թոշակառուներից օգոստոս ամսվա թոշակներն ուշացնելու համար։ 1400 թոշակառուներ խնդիրներ են ունեցել, քանի որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել։ Առաջին անգամ թոշակները վճարում են էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա։ Ըստ վարչապետի շատերին այդ դուր չի գալիս եւ փորձել են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաեւ թղթային տարբերակով վճարել։ Կան մարդիկ, որոնք դեռևս փորձում են որոշակի հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով։ Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից եւ սեպտեմբերին մենք հրապարակային կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են արկա եղել։ Օգոստոսի 10 եւ 11-ին տեղի է ունենալու արշավ այն նույն երթուղով, որով ԱԻՄ կուսակցության ներկայացուցիչները շարժվել էին 40 տարի առաջ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կուսակցության առաջնորդ Պարուր Հայրիկյանը։ Նա նաեւ անդրադարձել է նոյեմբերին Եվրամիության հետ նախաստորագրվելիք ասոցիացման համաձայնագրին։ Եվրոպական միության հետ որևէ համաձայնագրի ստորագրում չի կարող որևէ սենսացիոն բան իր մեջ պարունակել մեզ համար, որովհետև Եվրոպան առաջնորդվում է արժեքային համակարգով, ի տարբերություն Պուտինյան Ռուսաստանի, որ առաջնորդվում է Ռուսաստանի շահերով եւ ավելին ասեմ ռուսական կայսրության շահերով։ Մոսկվայի մատույցներում 18 մարդու կյանք խլած ավտովթարի հիմնական կասկադյալ Հրաչյա Հարությունյանի գործը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այսօր այս մասին Ամեկլուսին հայտնել է փոխնախարար Շավարժ Քոչարյանը, նշելով, որ շատ կարևոր մեկ հանգամանք կա։ Տվյալ պարագայում շատ կարևոր է, որ այդ ամբողջ դատաքննություն անցնի օրինակալ բոլոր իրավունքների պահպանման։ Կառավարությունից իրենց պահանջների ուղղվածությունը ազատամարտիկները փոխում են, նրանք այլևս միայն սոցիալական պահանջներ չեն ներկայացնելու, այլ ավելի գլոբալ։ Լրագրողների հետ հանդիպման ազատամարտիկ Էդիկ Ներսիսյանը նշել է. Վերջապես գալիս է հայ ազգի փրկության հարցը։ Այս հողերը թողենք ումը, թե մնա մեր երեխեքին, մեր սերունդերին։ Այդ հարցն է շոշափելու։ Իսկ եթե այս պրոգրամայով գնաց, ես չգիտեմ այս հողերի տերերը ով կլինեն հաջորդ 100-ամյակում։ Գերմանական KfW զարգացման բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում մեկնարկած ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքների իրականացումը կասկածի տակ է։ Աջեմյան փողոցի բնակիչները թույլ չեն տվել քանդել փողոցը եւ փոխել ջրատար խողովակները։ Բնակիչներից Սիլվա Հարությունյանը ասել է. Փողոցի շենքերի 80%-ը 20 թվականի կառույցներ են։ Պետականորեն սեյսմիկ ակտերով դուրս գրված շենքեր են։ Առաջիկայում անցեկացվելու Հայաստանը խաղաղության խաչմերուկներում մշակութային փառատոն Հայաստանից բացի մասնակցելու են նաև Իտալիան, Չեխիան եւ Լատվիան, ներկայացնելով ազգային մշակույթը։ Փառատոնի կազմակերպիչ տոնացույց ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը հայտնել է. Այս փառատոնը մեր ժողովրդի պատիվն է։ Մեր ժողովրդի ճանաչողությունն է, այսինքն նրանք չեն ասելու նա լավ արեց, ցավատարեց, նա խայտարակ արեց, ասելու են Հայաստանը խայտարակ եղավ։ Այսօրվանից Հայաստանում գոյություն ունի կառավարության առընթեր ճարտարապետության պետական կոմիտե։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ այս կառույցը նախագահելու է Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Ինչ է նշանակում ճարտարապետության պետական կոմիտե։ Բացարձակապես աբսուրդ բառակապակցություն է դա։ Իսկ փաստն այն է, որ նման կոմիտե ստեղծելով վարչապետը Նարեկ Սարգսյանին է հանձնում ողջ հանրապետության ճարտարապետության վերահսկողությունը։ Ճարտարապետությունը ինքը իրեն դա վերահսկվող ոլորտ չի։ Գիտեք ինչի նման է, ասենք օրինակի համար ունենանք փիղ վարժեցնելու պետական կոմիտե կամ ծաղրացուների պետական կոմիտե։ Այսօր կառավարության տարածած հաղորդագրության մեջ որևէ տեղեկատվություն չկա, թե ինչով է զբաղվելու ճարտարապետության պետական կոմիտեն, ովքեր են նրա անդամները։ Երևանի եւ ընդհանրապես հանրապետության ճարտարապետության մտահոգվածներին մնում է ենթադրություններ անել։ Եթե մենք պատկերացնենք, որ դա զուգահեռ աշխատելու է քաղաքացիության նախարարության, բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման նախարարության, հենց մի հատ է պետական կոմիտե, անցել է շիլափլավ վիճակ է, շիլափլավ ավելի այսպես ասած շիլափլավ գդա։ Սահրատ Պետրոսյանը 2010 թվականին առաջարկել է ստեղծել քաղաքաշինության կոմիտե, քանի որ այս ոլորտը շատ ընդգրկուն է եւ այդ խնդիրները քաղաքաշինության նախարարությունը միայնակ չի կարողանում լուծել։ Սահրատ Պետրոսյանին չի զարմացնում, որ այսօր ճարտարապետության պետական կոմիտեն ստեղծվում է փակ դռների հետևում եւ նախագահ է նշանակվում հենց Նարեկ Սարգսյանը։ Այս քաղաքականությունը, այս պետական կոմիտեի որոշումը ինձ ենթադրել է տալ եւ իրավունք է տալի, որ մեր պետական համակարգում կան հիմար մարդիկ, ովքեր կարող են
հիմարացվել մեկ անձնավորության ցանկության դեպքում։ Ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծումը Սահրատ Պետրոսյանը համարում է ոչ մասնագիտական որոշում, դեռ ավելին իրեն իրավունք է վերապահում ասել, որ այսօր Հայաստանում ճարտարապետության ոլորտը մենաշնորհվել է Նարեկ Սարգսյանին։ Ինքը իա գյուղը, այսպես ասած, ճարտարապետական օլիգարխ է, որը մոնոպոլիզացել է ամբողջ դաշտը։ Եթե նույնիսկ կառավարությունը գտնում է, որ Նարեկ Սարգսյանը հանրապետության ամենատաղանդավոր ճարտարապետն է, նրա գործունեությունը ճարտարապետ Սևադա Պետրոսյանին հիշեցնում է որոշ բռնապետերի։ Դրա վերջին այսպես փայլուն օրինակներն էին Ստալինը, Հիտլերը եւ այլն, իրանք ենթադրաբար շատ տաղանդավոր ղեկավարներ էին, բայց արդյունքը այդպես եղավ։ Քաղաքապետարանի դիմաց այսօր սովորականից առավել ակտիվ էր, վճարում ենք 100 դրամ քաղաքացիական նախաձեռնության անդամները որոշել էին սեփականացնել Երևանի քաղաքապետարանի դիմացի կայանատեղին, այն առնելով կարմիր գծերի մեջ։ Եթե մասնավոր ընկերությունը իրավունք ունի սեփականացնել հանրային տարածքները, ավտոկանգառները, մենք էլ որպես քաղաքացիներ որոշեցինք, որ իրավունք ունենք սեփականացնել քաղաքապետարանի դիմացի տարածքը ու կարծում ենք իրավական հիմքեր ունենք այնքանով, որքանով ունի այդ մասնավոր ՍՊ-ն։ Սեփականացման գործընթացը դեռ չէր ավարտվել, երբ գործի անցան ոստիկանները։ Արդյունքում ոստիկանները երկու ակտիվիստների Վահե Գևորգյանին եւ Սևակ Մամյանին բերման ենթարկեցին, երկուսին էլ Վահագն Մինասյանին եւ Գոր Առաքելյանին հրավիրեցին ոստիկանություն պարզաբանումներ տալու։ Հանրային գույքն են վնասել եւ նրանք փակել են ճանապարհը։ Ակտիվիստները բերման ենթարկելու փաստը որակեցին որպես առևանգում։ Դուք լսել եք հանցագործության մասին հաղորդագրությունը։ Դուք պետք է հետևողական լինեք։ Դա հանցագործություն չէ։ Առևանգումը դուք առևանգեք։ Լավ, վճարում ենք 100 դրամ նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանն ասում է, որ չնայած ճնշումներին, ակցիաները շարունակվելու են։ Եվ այս օջախը ընդլայնվելու է օր-օրի, մինչև որ չբերի մի լիովին այլ դրության։ Իշխանական կուսակցության ներսում հասունացել է հակամարտություն Երևանում երթուղիների վերաբաշխման հետ կապված, կարծում է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Խնդիրը ընդհանրապես իշխանական մեկ խմբավորման եւ Տարոն Մարկարյանի խմբավորման միջև պայքարն է ընդհանրապես Երևանի տարածքում, այս պահի դրությամբ Երևանի տարածքում գծերի շուկայի վերաբաշխման հարցով։ Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետը հետևում է վճարում ենք 100 դրամ ակցիայի զարգացումներին, ու այդ չի համարում ինքնաբուխ։ Նրա հետ համաձայն չէ վերլուծաբան շարժման մասնակից Արգիշտիկի Ոչ մեկը աշխարհում չի հանդգնի ռեժիմային բուրգերից նմանատիպ շարժումներ փորձել նախաձեռնել, որովհետև իրենք նաև անկանխատեսելի է։ Արգիշտիկ Իվիրյանը մի հարցում համաձայն է, որ իշխանական բուրգում կա խմորում, սակայն պնդում է տրանսպորտի թանկացման դեմ սկսված շարժումը դրա հետ որևէ կապ չունի։ Ըստ որոշ խոսակցությունների այս շարժումը ներկա եւ նախկին քաղաքապետերի միջև հակասության արդյունք է։ Ինչու պետք է Գայք Բաղդասարյանը ցանկանա Տարոն Մարկարյանի դեմ պայքարել, որինչ, որպեսզի դա քաղաքապետ դառնալու համար պետք է լինի Երևանի ավականու ընտրություններ, իսկ Երևանի ավականու ընտրությունների մոտ 2 ամիս առաջ եղան որոշ մարդիկ իրենց ինտելեկտուալ, այսինքն ինտելեկտուալ օժանդակությամբ օգնել են շարժմանը, բայց հաստատապես դրանք ոչ Գագիկ Բեգլարյաններ են, ոչ էլ այլ ինչ-որ օլիգարխիկ ներկայացուցիչներ։ Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին հիմնականում զանգերին չեն պատասխանում, հանգստանում են։ Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը ոչ մի ցանկություն չունի խոսել ժամանակակից հայկական ֆուտբոլից։ Ես մազարներ չեմ սիրում, որտեղ եթե դու գիտես ասում ես դա չի լուծում, ոչ մի բան չի արում, միտք ունի ասել։ Խորեն Հովհաննիսյանը չի հանդիպում Հայաստանի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների հետ, ոչ մի խաղացող չի հարցնում Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կարծիքը։ Իսկ ո՞ր մեկին են մոտեցել գործող ֆուտբոլիստները։ Ասենք լավ, ինձ թողեք մի կողմն, ո՞ր մեկին են մոտեցել։ Անդրեասյանը կա, Զանազարյանը կա, բոլորը կան, ինչի չկան։ Խորեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններ չի պահպանում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխարենը ֆուտբոլիստը շփումներ ունի հին ընկերոջ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի հետ։ Դրանք սակայն գործնական շփումներ չեն, նախարարը ոչ մի առաջարկ չի արել լեգենդար ֆուտբոլիստին։ Ինչ պետք է առաջարկ աներ։ Այնպես չէ, որ այսօր մարշական գործունեություն ծավալող Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը ասելիք չունի ժամանակակից հայ ֆուտբոլիստներին, նա ասելիք ունի նույնիսկ մարզիչներին՝ սովորեք եւ սովորեք շատ։ Այսօր ո՞նց ասենք։ Ով ուզենա կարող մարզիչ աշխատել։ Ինչ-որ լիցենզիաներ են տալի։ Կարող է 2 ամիս հետս կամ մի ամիս, որը մեկ ուզենա թեորիա իմանա, չէ՞, վեկալում է կարդում է թեորիա։ Ու գնում մարզչական բան ստանում արդեն
իրավունք։ Պարոն Հովհաննիսյանը 4 ամիս առաջ է վերադարձել Հայաստան, Ուզբեկստանում մարզում էր տեղի Լոկոմոտիվը, որն այդ երկրի բարձրագույն խումբ մտնելու տարում հայ մարզչի օգնությամբ դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիմա Խորեն Հովհաննիսյանն աշխատանք չունի, թե պետք կան առաջարկներ։ Ուկրաինայից եղել է 2 հատ, դե Ուզբեկստանը դե հրավերներ կա։ Ու ժամանակի հարց է։ Այսօր հայտնի ֆուտբոլիստը փակագծեր չի բացում, թե ինչով կուզենար զբաղվել Հայաստանում, չի թաքցնում, որ զբաղվել կուզենար, սակայն թե հատկապես ինչով, այդ մասին հասարակությունը կիմանա ավելի ուշ։ Հախինյանների ընտանիքում կռիվ է ընկել ուսման վարձի բարձրացման պատճառով։ Պետք է որոշեն, թե բուհ ընդունված 2 երեխաներից ով է դառնալու ուսանող։ Երկուսի վարձավճարների թանկացման պատճառով բյուջետ ուժում մոտավորապես 300,000 դրամով։ Մի խումբ ուսանողներ եւ ծնողներ այսօր կառավարության շենքի դիմաց էին։ Ակցիայի մասնակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ ուսման վարձավճարի նման չափի բարձրացումը։ Ուսման վարձը 200,000 ավելացնել ես ուրիշ բացատրություն չունեմ, քան համարելով, որ այս կառավարությունը եւս մեկ անգամ փորձում է հայ քաղաքացուց գանձել եւ թալանել։ Ուսանողները պահանջում են կասեցնել ուսման վարձավճարի բարձրացման որոշումները։ Հակառակ դեպքում շատ խելացի երիտասարդներ կզրկվեն ուսանող դառնալու հնարավորությունից։ Խորհրդարանը ունի որոշում բուհերին դարձնի ոչ խոշոր հարկատու ձեր ինչպիսի ճյուղեր անի։ Կրթության եւ գիտության փոխնախարարը հավաստիացնում է, որ ուսման վարձի բարձրացումից չեն տուժի սոցիալապես անապահով ուսանողները։ Այս տարվանից գործել է հատուկ սոցիալական ծրագիր Փարոս ընտանեկան նպատակների Փարոս համակարգում։ Թե ինչ որոշումներ կկայացնեն նախարարությունը եւ ռեկտորները դեռ հստակ չէ, իսկ մինչ այդ ուսանողները պատրաստվում են չվճարել ուսման վարձը եւ սեպտեմբերին դասադուլ անել։ Ինչպիսի վերաբերմունք ունեն հայաստանցիները տեղական, մասնավորապես ժամանակին լավ համբավ եւ որակ ապահովող թեթև արդյունաբերական արտադրանքի նկատմամբ։ Որակ ավելի լավ դա։ Մեր տեղական արտադրանքը լինի։ Դրսից բերածները թող չլինեն։ Մերոնք աշխատեն, մենք էլ առնենք եւ օգտագործենք։ Եթե բնականաբար չի զիջում ոչնչով արտասահմանյան արտադրության ապրանքներից, բնականաբար օգտվում են։ Չնայած առկա խնդիրներին, տեղական արտադրողները վերջին տարիներին փորձում են մրցակցել ներմուծվող արտադրանքի հետ։ Առաջին հերթին արտադրանքի որակի բարձրացման հաշվին, սակայն դա ոչ բոլոր դեպքերում է ստացվում։ Ներմուծման նկատմամբ սահմանափակումներ գրեթե չկան այդ ապրանքների եւ դա է պատճառը, որ մեր ապրանքը լինելով տեղական արտադրություն գնային առումով դժվար է մրցակցում այդ ներմուծված ապրանքների հետ։ Օրենսդրական տեսանկյունից շուկայում արտադրողն ու ներմուծողը հավասար դաշտում են գտնվում, բայց տեղական արտադրանքի վաճառքի ծավալների աճին խոչընդոտում են դեռևս մեր երկրում ստվերային շուկայի առկայությունը։ Տեղական ապրանք արտադրողս վաճառողին տալիս եմ ապրանքը, տալիս եմ փաստաթուղթը, ֆակտուրա կոչեցյալը, հաշիվ ապրանքագիրը։ Մի ամիս հետո, 2 ամիս հետո, 3 ամիս ինքը խոցելի է դառնում։ Ստուգող մարմինների կողքից, վերահսկող մարմինների կողքից չեն ուզում։ Փաստաթղթային աշխատանքից հեռու են ուզում մնալ։ Ստիպված մենք ինքներս մեր ուժերով սկսում ենք մեր սեփական առևտրական ցանց կառուցել։ Թեև Հայաստանը ժամանակին ունեցել է թեթև արդյունաբերության համար մատակարարվող հումքային լավ բազա, սակայն այսօր կարվող արտադրանքի հումքը հիմնականում ներկրվում է Թուրքիայից։ Եթե կավելանա արտադրության եւ սպառման ծավալը, իսկ դա պետք է լինի, այդ ժամանակ իմաստ ունի մտածելու այստեղ հումքի արտադրություն կազմակերպել։ Տոսպ ընկերության տնօրենը կարծում է, որ ոլորտը կարող է զարգացում ապրել որոշակի ներդրումների դեպքում։ Այդ պարագայում հնարավոր կլինի եւ ոլորտում աշխատողների թվաքանակն ավելացնել եւ արտահանման ծավալներն ավելացնել։ Առողջ պոտենցիալի լավագույն դեպքում 10-15%-ն է այս պահին։ Քիչ թե շատ գործող վիճակին 5-6 մինչև 10,000 հոգի մարդ պիտի լինի, ապա նոր թափ առնելու դեպքում այդ թիվը առնվազն կերապատկվի կամ նույնիսկ քառապատկվի։ Շուկայում մշտական տեղ զբաղեցնելու համար թեթև արդյունաբերության ոլորտի տեղական մրցակիցները միավորվել են մեկ առևտրային հարթակում։ Արդյունքում 2 ամսվա ընթացքում արտադրված է Հայաստանում ապրանքանիշի նկատմամբ հետաքրքրությունն աճել է եւ վաճառքի ծավալները կրկնապատկվել։ Ինչպիսին են տեմպերը տեղական արտադրության զարգացման։ Արդյունաբերական արտադրության ծավալները ըստ էության աճում են եւ այս տարվա 6 ամիսների տվյալով մենք արդեն 567 միլիարդ դրամի արդյունաբերական ապրանքներ ունենք,
որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 8%-ով, 8-3%-ով ավելի է, եւ ես մեր մոտավոր այսպես հաշվումները ցույց են տալիս, որ մենք այս տարի եւս կանցնենք 1 տրիլիոն դրամի սահմանը։ Դա մեր համախառն ներքին արդյունքի 22%-ից ավելին կկազմի։ Արկան ներուժի պայմաններում ինչպես է գնահատում այդ ծավալը։ Ես գնահատում եմ, որ դա բավականին փոքր ծավալ է, որովհետև տարիներ առաջ խորհրդային Հայաստանում մենք ունեցել ենք մեր համախառն ներքին արդյունքի մեջ 67%-ն է կազմել արդյունաբերության մասնաբաժինը։ Այսօրվա տվյալներով մեր արդյունաբերությունը մոտ հարաբերս 10%-ի սահմաններում է նախկին ծավալներից կարողացել վերականգնել։ Ունեք ուսումնասիրություն, թե ինչն է խանգարում, որպեսզի այդ ծավալները կրկնապատկվեն, եռապատկվեն։ Հարկերը պետք է հնարավորինս ցածր լինեն, բացի դա մեր ֆինանսավարկային համակարգը այսօր այնպիսին է, որ արդյունաբերական վարկեր ձգտում են արդյունաբերողները չվերցնել կոմերցիոն բանկերից, որովհետև դրանք 14%-ից բարձր են եւ ավելի։ Մեր արդյունաբերական ձեռնարկություններին ձեռնտու կլինի վարկերը ստանալ 5-6%-ի սահմաններում։ Տեղական արտադրողը բողոքում է, որ ինքը չի կարողանում տեղական շուկայում շատ հաճախ ավելի մեծ ծավալով արտադրանք վաճառել, քանի որ գոյություն ունի սև, այսպես կոչված տվերային շուկան։ Ինչ որ քայլեր պետք է արվեն, որպեսզի սև շուկան չխոչընդոտի տեղական արտադրանքի վաճառքի ծավալներին։ Այդ սև շուկան ինչ որ չափով նաև ձևավորվում է մեր տնայնագործների արտադրանքը իրացնելու խնդրով։ Մեզանում հարկային բեռը բավականին ծանր է, ճնշումը մեծ է, այս իմաստով պետք է հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում գնալ այնպիսի քաղաքականության, իջեցնել գիտակցաբար հարկերը եւ կարողանանք տեղական շուկան հագեցնել տեղական արտադրանքով։ Մենք մոտավորապես 500 միլիոն դրամի չափ Թուրքիայից եւ Չինաստանից թեթև արդյունաբերական ապրանքներ ենք հայաստանյան շուկայում իրացնում, որի առնվազն 70%-ը կարելի է տեղական ապրանքներով փոխարինել։ Մի քիչ հակասություն է առաջանում, հումքը բերվում է Թուրքիայից, այստեղ կարվում է, արդյոք դա կարող ենք համարել 100%-անոց տեղական արտադրանք։ Այնինչ արտադրվում է Հայաստանում, բնականաբար դա հայաստանյան ապրանք է, անկախ նրանից թե ինչ հումքի վրա է, բայց շատ լավ կլինի, եթե մեր տեղական հումքի վրա մենք կարողանանք ունենալ պատրաստի արտադրանքի այսպես ծավալներ, մենք ունենք հնարավորություն թեթև արդյունաբերություն տեղում զարգացնելու։ Ես նկատի ունեմ հատկապես մեր բրդի, տեղական բրդի վրա մեր գորգագործությունը, մեր կարպետագործությունը, մենք այսօր ունենք 4000 տոննայից ավելի բուրդ, որը չի մթերվել, եւ այսօր մենք խնդիր ենք դնում այդ բուրդը մթերելու համար Արմեն կարպետ գործարանին տրամադրեն վարկ։ Իսկ ընդհանրապես մենք ունենք կադրերի խնդիր թեթև արդյունաբերության ոլորտում։ Այսօր մենք քննարկել ենք արդյունաբերության զարգացման հիմնադրամում որակյալ բանվորական կադրեր պատրաստելու հարց եւ որոշվեց գործարաններից մեկի բազայի վրա ստեղծել ուսումնական կենտրոն, նրանք ովքեր որ մնացել են խառատներ որպես հաստոցագործներ, նրանց տարիքը բավականին բարձր է։ Մենք բանվորական ուժ չունենք, քանի որ արտագաղթել են, թե չեն ուսուցանել այս տարիների ընթացքում։ Գիտեք, եւ մեկը եւ մյուսը տեղ ունեն, եւ երիտասարդները գերադասում են դրսում աշխատել, ավելի շատ աշխատավարձ ստանալ, բայց ես կարծում եմ, որ հիմա պետք է այնպիսի մենք բարեհոգեբանական մթնոլորտ ստեղծելու համար պայմաններ ստեղծենք եւ քաղաքականություն տանենք, որ մեր արտագաղթածները մտածեն, որ իրենց երկրում աշխատած թեկուզ քիչ գումարը, բայց դա ավելի կարևոր է։ Իսկ ունեք տվյալ, թե որքան է միջին աշխատավարձը թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընդհանուր աշխատավարձը մեզանում ցածր է, թեթև արդյունաբերության ոլորտում էլ դրանք մի 70-80 հազար դրամի չափ կարող է լինեն։ Կապանի շուկայում բանջարեղենի գների կտրուկ աճ է գրանցվել, նախորդ տարվա գները հիշելով կապանցիները խիստ զայրանում են։ Ասասան ավելի էժաներ, ամեն ինչը, պամիդորը, վարոնգը, բիբարը, այստեղ հանգացումները շատ տարբերություն կա։ Որնիկս ամեն ինչ ուզում չեմ կարողանում վերցնել։ Վաճառողներն էլ իրենց բացատրություններն ունեն։ Գնորդները ասեն չեն կարողանում ճիշտ տեղը բողոքեն, ասեն գնան դեպի Գերագույն խորհուրդ կամ ասեն կառավարություն, ասեն չէ գազը թանկացնում, ես թանկացնում, կարան գան մեր գյուղացիներին ասեն չէ թանկացնում։
Զբոսաշրջիկների համար Գյումրին հրապուրիչ դարձնելու նպատակով քաղաքապետարանը հատուկ ծրագրեր է մշակում։ Նույնիսկ վերջերս Գյումրիի քաղաքապետարանում արտաքին կապերի, туриզմի եւ արարողակարգի բաժին է բացվել, որը զբաղվելու է նաեւ տուրիստական փաթեթների ստեղծմամբ։ Ստեղծելու ենք արկածային туриզմի սիրահարների համար բարենպաստ պայմաններ, կանոյի նավակներով տուրեր լինելու, քայլարշավներ լեռներով։ Վերջերս անգլերենով տպագրվել է Գյումրիի ուղեցույց քարտեզը, այն պատրաստել է լրագրողների ասպարեզ ակումբը։ Բոլոր փողոցները ամբողջությամբ վերանայվել են, անվանումները, նոր անվանումները լրացվել են, թողնվել են նաև հին անվանումները համարներով 45 անուն լեգենդային նիշեր կան քարտեզի վրա։ Ալավերդիի Սանահին Սարահար թաղամասի երկրորդ զանգվածի 3-րդ շենք մտնելու համար ստիպված է շրջանցել ջրափոսերը, որոնք լցված են կոյուղաջրերով։ Բնակիչները բնակչահագործման տեղամասին մոտ 1.800.000 դրամ պարտք ունեն։ Վթարը վերացնելու համար նրանց առջև այս պայմանն է դրվել։ Եթե մեկ էլ նայելա, միջև այդ խողովակը չքանդվեց, ես բանվոր չունեմ նման։ Իրանք շենքավորը պետք է այդ ամբողջ հորահատեն խողովակները ես պարտավորում եմ ես փոխեմ։ Անելուց հետո, իսկ նենց չի ասում։ Սա վերջի անգամ եմ ես ուղարկելու։ Ինչով են զբաղվում գյուղի երեխաները ամառային արձակուրդի օրերին, Հարցախույս Շիրակի մարզի Հայրենաց գյուղում։ Ես իմ մայրիկիս եմ օգնում, մորաքրոջս, զբաղվում եմ հողագործությամբ։ Երթում եմ հոպանցում, օգնում եմ, գրավոր կգնեմ, հեռուստացույց կդիտեմ։ Մայրիկիս եմ օգնում, ամաններն եմ լվանում, տունն եմ ավլում։ Բացի աթոռապաշտ իշխանիկներից եւ դրան ձգտող քաղաքական գործիչներից հայ ժողովուրդը ունեցել է ազատության համար պայքարող մարդիկ։ Не будем называть кто, хотя это был слоненок.